Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է եւ շարունակում ենք մեր խոսակցությունները։ Մենք եթե հիշում եք, եթե հետևել եք այս վերջին մի քանի զրույցը, նվիրել ենք մեր ամենալավ, ամենախաղաղասեր, ամենաբարեկամ հարևանին, այս վերջի շրջանում իհարկե դա պարզվել է, որ այդպես է, խոսքը Ադրբեջանի թուրքերի մասին է, նրանց ինքնության կայացման մասին էինք խոսում, այն կոնտեքստում, որ մենք նախնական մի հատ հարցադրում էինք արել եւ փորձում ենք այդ հարցադրման պատասխանը գտնել, թե արդյոք հայերի եւ թուրքերի տվյալ դեպքում արդեն Ադրբեջանի թուրքերի, Թուրքիայի թուրքերի մասին առանձին խոսել ենք եւ եզրակացությունը արել ենք, այդ հայերի եւ թուրքերի միջև ուրեմն կոնֆլիկտը, հակամարտությունը, հակասությունները, որը նոր չի սկսվել իհարկե, որքան էլ հիմա այտենց պարզվեց, որ ամենախաղաղասեր բարեկամներն են, բայց վերջին ահագին 100 տարուց ավել, 200 տարի կարելի ասել, այտենց անամպ մեղմ ասած հարաբերություններ չեն եղել, եւ մեր հարցը հետեւյալն էր, որ արդյոք սա արհեստական է, դրսից դրթված է, ինչպես շատերը պնդել են եւ պնդում են մինչեւ հիմա եւ հիմա առավել sense շեշտված պնդում են, բայց այդ տեսակետը ասենք շատ ավելի հին է, թե ինքը ունի օբյեկտիվ հիմքեր պատմության մեջ, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ, աշխարհագրության մեջ եւ այլն եւ այլն, օբյեկտիվ հիմքեր, երբ որ մենք փորձում ենք փնտրել, բնականաբար մենք չենք խոսում նրա մասին, որ արդարացնում ենք կոնֆլիկտը կամ պատերազմը, բայց մենք պետք է հասկանանք, որովհետև հենց այնպես հռչակել ինչ-որ բաներ, չգիտեմ, խաղաղություն կամ թեկուզ կռիվ հավերժ, դրանք ուղղակի խոսքեր են, ոչ մի բանի վրա հիմնված չեն, զուտ ցանկություններով կամ զուտ ինչ-որ տենց հռչակագրերով շատ հեռու չես հասնի, պետք է միշտ հասկանալ օբյեկտիվ հիմքերը, եւ հիմա մենք այդ ճանապարհին ենք հենց դրա համար էլ բավականին մանրամասն sense այդ մեր հարևան թուրքերի, Ադրբեջանի թուրքերի ինքնության կայացման փուլերն էինք քննարկում 18-րդ դար, ավելի վաղ շրջան, 19-րդ դար, հիմա հասել ենք 1918 թվին, 20-րդ դարին, այդ էլ կխոսանք վերջում նոր կամփոփենք։ Հիմա եկել հասել ենք 1918 թվին, դե բարձակիտ եք այդ առաջին անկախ հանրապետությունների շրջանն է, կարճատև 18-ից 20 թիվ այսր Կովկասում կամ հիմա ինչպես ասում են հարավային Կովկասում, մենք այս փուլից մանրամասն չենք խոսելու, շատ թռուցիկ կանցնենք, ինչու, որովհետև նախ շատ կշեղվենք, որովհետև ի վերջո այս մեր զրույցների շարքի նպատակը մենակ այս թեման չի, շատ թեմաներ կան, որ պետք է խոսենք, երկրորդը երևի հիշում եք, ով որ նայել է, որ ռուս-թուրքական վանդակում շատ մանրամասն խոսել ենք, այդվում Հայաստան-Ադրբեջան կտրվածքով, ճիշտ է, այնտեղ շեշտը հիմնականում Թուրքիայի եւ Ռուսաստանի այդ հարաբերություններն էին, բայց հատկապես այդ շրջանում Ադրբեջանը լիովին դրանց մեջ ներգծված է։ Ու շատ մանրամասն խոսել ենք։ Դրա համար զուտ թռուցիկ կանցնենք ու հետո փոխենք, կանցնենք արդեն սովետական շրջանի եւ հուսամ այսօր կավարտենք, որ մյուս անգամ արդեն ամփոփենք այն հարցին էլ պատասխանենք ու անցնենք առաջ մյուս թեմաների։ Հիմա ուրեմն 18-ի 20 թվերի մասին շատ թռուցիկ, միայն ընդհանուր գծերով եւ ինչը որ էլ եմ ասում մանրամասների, եթե կարիք կլինի, ինչ որ մեկը կհետաքրքրվի, կարող է ռուս-թուրքական վանդակի համապատասխան հատվածները նայի, այնտեղ շատ բաներ կան մանրամասն։ Մենք տեսանք, որ մինչև այդ 20-րդ դարի սկզբին ուրեմն տեղի այս թուրքերը, որոնց ռուսները եւ վրացիները կոչում էին թաթարներ, վրացիները միջև հիմա են կոչում, մենք թուրքեր, իսկ իրենց դեռ չեն էլ կոչում ադրբեջանցի, այլ իրենց դեռ կոչում են մուսուլման, ուղղակի մուսուլման։ Այսինքն իրենց ազգի, այսպես ասած, ազգային ինքնության անունը այդ պահին մուսուլման էր, հետո արդեն իրանք դառան ադրբեջանցի։ Մենք տեսանք, որ այդ ժամանակ 20-րդ դարի սկզբին դեռ մինչև 18 թիվը իրենք համարվում էին ռուսական կայսրության կողմից, այսպես ամենա չէ, բայց հավատարիմ, պահպանողական, լավ ազգ նվիրված կայսրությանը, ցարին, ի տարբերություն այդ չարամիտ, նենգ, հեղափոխական վատ հայերի եւ համապատասխանաբար ռուսական կայսրությունը փորձում էր սրանց օգտագործել հայերի դեմ, ոչ թե փորձում էր, այլ լավ էլ օգտագործում էր։ Հետո առաջին համաշխարհային պատերազմը եղավ, չնայած որ Ռուսաստանը այդ առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դեմ էր պատերազմում,
եւ կարևոր հիմնական ճակատներից մեկն էր, միակը չէր, բայց վրանն էր, առաջին շրջանում, երբ դեռ ռուսները այսպես ամուր էին, տեղի այս թուրքերի կողմից ու բացի հատուկ են առանձին տես մտավորականներ չեն քաշվում կամ ինչ որ գործիչներ շատ քիչ հիմնականում այդ թուրք նույն զանգվածի կողմից եւ իրենց այսպես սոցիալիստ ազնվականության այդ բեկերի խաների այդ բաները շատ այնց լոյալ էին իրենք Ռուսաստանին, այդ կռվին մասնակցում էին, ունեին այնց իրենց սպաները, բաները եւ այլն, այսինքն ոչ մի պրոթուրքական բան իրենք այդ շրջանում, սկզբնական շրջանում չեն դրսևորում։ Բայց արդեն երբ որ ռուսները 17-18 թվին այդ իրենց այդ հեղափոխությունների պատճառով թուլանում են, ճակատը սկսում է փլուզվել, ռուսական զորքը պարզապես արդեն առանց հրամանի, առանց բանի հատկապես 17-ի վերջին 18-ի սկզբին ուղղակի լքում են ճակատը, գնում են, որտեղ բոլշևիկյան այդ հեղաշրջումն են, ճակատը փլուզվում է, ռուսները ուղղակի թողնում գնում են, այդտեղ արդեն իրենք իհարկե մեր այս սիրելի հարևանները խաղաղասեր իրենց այլ դեմքն են ցույց տալիս նույն ռուսների նկատմամբ ես գնահատականի դեպ հիմա չեմ տալիս չեմ ասում լավ են արել վատ են արել զուտ փաստն եմ իշտակում որպես բը եւ սկսում են բնականաբար այդ նահանջող ռուս զինվորներին թալանել զենքերը խլել չգիտեմ մի խոսքով հարձակվել իրենց այդ սովորական խաղաղասեր ուրեմն գործնեությամբ են զբաղվում որպես շատ խաղաղասեր ուրեմն այդպես հանրություն հայտնի իր խաղաղասիրությամբ եւ նաեւ այդ ժամանակ է որ իրենք արդեն հենց այդ ժամանակ ուրավել եմ ասում տենց մինչեւ այդ չկար թուրքերի նկատմամբ ինչ որ հատուկ բան սկսում են արդեն թուրքերի հետ օսմանցիների հետ կապի մեջ մտնել եւ այսպես որպես ջերմ դաշնակից հանդես գալ արդեն որտեղ օսմանյան բանակն էլ առաջ էր գալիս հո իրանք արդեն հանդես են գալիս թե մեր եղբայր թուրքերն են Ինչ վերաբերում է եղբայր թուրքերի դե մենք տեսել ենք որ պատմականորեն ավելի հին շրջաններում իրենք իհարկե ամենևին էլ եղբայր չեն եղել ավելին եղել են ամենակատաղի թշնամիները այդ երկու թուրքերը բայց դա իհարկե անցյալում էր արդեն դա 18-րդ դարում էր մինչև այդ 16, 17, 18-րդ դարերում էր այդ բանը դա ակտուալ չէր բայց ամենատպես այնպես էլ չէր որ ինչ որ մի շատ ուժեղ պրոթուրքական բան կար իրենց մեջ կային արդեն իրենց մեջ էլ առանձին մտավորականներ որոնք պանթուրքիզմով էին տարված նույնիսկ պանթուրքիզմի հենց հիմնադիրների մեջ կան այդ թվում օսմանյան կայսրության մեջ ստեղից Կովկասից գնացած թուրքեր բայց դա մասսայական էլ եմ ասում բան չկա թուրքերը գալիս են արդեն թույև իրենք որպես թուրքերի դաշնակից ոչ միայն դիմավորում են նախ օգնում են որ թուրքերը գան հատկապես դա քանի որ հայերը այդ ժամանակ միակն էին որոնք ռեալ կռիվ էին վարում կամ փորձում վարել թուրքական բանակի դեմ, որտեղ վրացիներն էլ ըստ էության մի օր փորձեցին, տեսան որ չի ստացվում։ Լավ, մի օր կարող չափազանցնել, կարող մի քանի օր, ես հիմա լավ չեմ հիշում։ Կարծեմ, բայց իրական մի օր փորձեցին տես թուրքերի դեմ կռվել ու անմիջապես հասկացան, որ դա չի ստացվում ու նահանջեցին ու հաշտություն կնքեցին։ Այս ստեղի թուրքերը իրենք թիկունքից ամեն բան անում էին, որ հայկական այդ դիմադրությունը, հայկական կռիվը թուրքերի դեմ չստացվի, իսկ թիկունք ասելով դա պատկերացրեք, որ ոչ միայն այսօրվա Ադրբեջանը, այլ այսօրվա Հայաստանը, որտեղ իրենք գրեթե ամենտեղ ինչ որ խմբերով ապրում էին։ Բացի երևի Շիրակից մնացած ամեն տեղում կային եւ հայկական զորքի թիկունքում գործում էին, դա շատ մեծ դեր ունեցավ, որ այդ հայկական դիմադրությունը մինչև Սարդարապատ հասնելը ըստ էության բաղկացած էր անվերջ նահանջներից, պարտությունից, իհարկե դա չէր միակ պատճառը, հիմնական պատճառը հենց հայերի անկազմակերպվածությունն էր, բայց նաև այս դեր ունեցավ եւ թուրքերի միջոցով արդեն ստեղծեցին իրենց պետությունը, կոչեցին դա Ադրբեջան, բառացիորեն թուրքերի, Թուրքիայի թուրքերի օգնությամբ, որովհետեւ էլի եթե sense թռուցիկ հիշենք, այդ բավականին այսօրվա տեսակետից զարմանալի պատմություն է, որ 18 թվականին սկզբում Բաքուն հայերի ձեռն էր։ Իսկ այս Ադրբեջանի հանրապետությունը հռչակվել է ոչ թե Բաքվում, այլ Գանձակում, այսինքն իրանց լեզվով ասած Գանջայում կամ Սովետում հիշում եք դա կոչվում էր Կիրովաբադ։ Այդտեղ է հռչակվել, որ Բաքուն հայերի ձեռն էր։ Ու փաստացի հայերի ձեռն էր, այնտեղ այդ բոլշևիկյան բան էին հռչակել, բայց փաստացի զորքը հայեր էին, մեծ մասը բնականաբար բոլշևիկները այդ ժամանակ տենց առանձին զորք չունեին, դաշնակներն էին զինված ուժը այդ Բաքվի
կոմունա կոչվածի եւ շատ տարօրինակ իրավիճակ այսօրվա տեսակետից, որ ուրեմն սրանք դե գանձակում հրճակում են եւ թուրքական բանակներ շարժում առաջ, տենց ադրբեջանական բանակ ստեղի տենց որպես այդպեսին չկան, իրենք ինչ որ օժանդակ դեր էին խաղում, թուրքական բանակն է այդ պետությունը ստեղծում եւ շարժում են գանձակից Բաքու եւ գնում է հայ, ուրեմն հայերի եւ թուրքերի միջեւ եւս մի կռիվ, որտեղ հայերը բաքվում են եւ ընդհանրապես այդ Ադրբեջանի այդ հատվածում թուրքերը գալիս են արևմուտքից, ոնց որ գանձակից ու լավ երկար տևում է այդ կռիվը, ասենք, չգիտեմ, այնտեղ Քյուրդամիրի ճակատամարտ է, ասենք, գնում, որտեղ հայերը թուրքերն են, այսինքն հակառակ շարժումն է, էլի, այսօր մենք որ ասենք պատկերացնենք նման պատերազմ, դա ոնց որ մենք ստեղից դեպի Բաքու պետք է շարժվենք, իսկ այնտեղ հակառակն էր։ Մի խոսքով, այդ շրջանը բավականին տարօրինակություններ ունի, վերջը։ Գիտեք, որ ի վերջո հաջողում է իրենք Բաքուն գրավում են եւ այդ իրենց պետությունը վերջնական ստեղծում են, ինչն է այստեղ նաև կարևոր, էլի մանրամասնի մեջ չընկնելով, որ իրենք այդ ժամանակ, երբ որ ստեղծում են այդ պետությունը 18-ին Ադրբեջան պետությունը, իրենց այսպես ասած հավակնությունները, իրենց պրոյեկտը հետևյալն էր, որ այդ պետությունը պետք է միավորի ոչ թե միայն այն ինչ որ այսօր կա, եւ ոչ միայն այսպես ասենք թուրքերին, կամ այն ժամանակվա լեզվով ասած թաթարներին, այլ Կովկասի, այլ Անդրկովկասի, Հարավային Կովկասի բոլոր մուսուլմաններին։ Այսինքն շատ կարևոր է իրենց հավակնությունը դա էր, այսինքն դա օրինակ նշանակում էր, որ այդ պետության կազմի մեջ իրենց պատկերացմամբ եւ իրենք այդ քարտեզներով, բաներով, երբ որ ներկայացնում էին նաեւ, թե ինչ իրենք նկատի ունեն Ադրբեջան ասելով, օրինակ Աջարյան Բաթումով, հա, որտեղ Աջարյանում ապրում են վրացի մուսուլմաններ, Աջարները վրացի են, բայց մուսուլման վրացի են, հետևաբար իրենք հավակնում էին, որ Աջարյան Բաթումով իրենց է պետք է լինի, եւ դա լուրջ հավակնություն էր, տենց օգտի մեջ բան չէր, որտեղ մուսուլման են, իրենք Հարավային Կովկասի մուսուլմանների պետություն էին ուզում ստեղծեին, իսկ սկզբանե սա էր իրենց նախագիծ, եւ մասամբ հասան դրան, տեսնենք ինչ իմաստով։ Դա նշանակում է, որ իրենք օրինակ հավակնում էին նաև բանին, այդ Մեսխեթիային կամ Սամցխե, որ ոնց որ վրացիներ ասում են, որտեղ այնտեղ էլ ապրում էին մուսուլմաններ, այն ինչ որ հետո կոչվեցին թուրք մեսխիներ, հա, դրանք էլի մուսուլմանություն ընդունած վրացիներ են, իրենք հավակնում էին իդեպ, շատ հետաքրքիր է այսօրվա տեսակետից տարօրինակ Կարսի վրա, որովհետև Կարս քաղաքում մեծամասնությունը հայեր էին, բայց Կարսի շրջանում այդ օբլաստում ռուսների տիրապետության տակ մեծամասնությունը մուսուլմաններ էին, կապ չունի թուրք, քուրդ եւ այլն, կամ նույնիսկ վրացի մուսուլմանների, լազերը բաները, իրենք հավակնում էին, որ Կարսն էլ պետք է լինի Ադրբեջանի մաս, իրենց այն 5 նախնական քարտեզներով այդպես է, եւ բնականաբար նաեւ դրա մեջ իրենց պատկերացմամբ մտնում էր այսօրվա Հայաստանի մեծ մասը, այսինքն այնտեղ տարբեր էլի քարտեզներ կան, բայց ասենք մեծ հաշվով նույնիսկ Երևանը մի պահ իրենք համարում էին Ադրբեջանի տարածք, հայերին թողնում էին օրինակ Էջմիածինը, ասենք կամ տենց մի հիմա չեմ էլ հիշում, արդեն էլի տարբեր վերսիաներ կան, բայց այն ամենածայրահեղ վերսիաներից մեկում այդ իրենց պատկերացած Էրմենիստանում Էջմիածինն էր ոնց որ կենտրոնը, իսկ Երևանը մնում էր իրենց։ Եվ Հայաստանի տարածքների մեծ մասը, որտեղ որ իրենք ապրում էին, կապ չունի մեծամասնություն, փոքրամասնություն, նույնիսկ իրենք հավակնում էին, որ դա իրենցն է, եւ ինչ եմ ասում, մասամբ դա իհարկե դա ամբողջությամբ չիրականացվեց, հասկանում ենք, որ Բաթումը կամ չգիտեմ, Մեսխեթյան կամ Կարսը նույն իրենցը չի, բայց հագին մասով, օրինակ նույն Նախճեվանը ինչ է իրենց, այդ նույն հավակնության շնորհիվ, այսինքն ոչ թե որ դա ինչ որ աշխարհագրական կամ ազգագրական մեծ տրամաբանություն է, այլ ուղղակի իրենք հավակնում էին եւ այդ մի կտորը կարողացան ստացան։ Իրենք նույնպես հավակնում էին նաև Վեդին, Մասիսին, բայց մեր զորքերը փարտկաստով վերջի բանը, որ հասցրեցին անել 20 թվին, այդ շրջանները ազատագրեցին, դրա համար հիմա Հայաստանի մասն է, դրա մասին է ռուս-թուրքական վանդակում խոսում, բնականաբար Սյունիքին էին իրենք հավակնում, ըստ էության այսօրվա նույնիսկ այն տարածքը, որ իրենք ստացան ի վերջո, այդ տարածքում մենք խոսել ենք, որ մենակ թուրքեր չէին ապրում, եւ շատ էին հատկապես իրանալեզու տարբեր ուրեմն ժողովուրդները, էթնոսները, օրինակ թաթերը, որոնցից այսօր գրեթե ոչինչ չի մնացել, մի 2-3 գյուղ իրենց լեզվով խոսացող լիովին զուրվել են, բայց դրանք շատ մեծ բան էին զբաղեցնում, հատկապես Ադրբեջանի, այսօրվա Ադրբեջանի այդ արևելքում դեպի Բաքու, Շամախա, Շիրվան եւ այլն,
այդ դրանք թուրք չէին, բայց այդ պետության մեջ դրանք մտան, որովհետև իրենք համարում որ մուսուլմանների պետություն է ստեղծում։ Նույնը հյուսիսում իրենք ունեն լեզգիներ, ավարներ, թալիշներ, այդ բոլոր ժողովուրդները թուրք չեն, բայց քանի որ իրենց հավակնությունը մուսուլմանական եւ քրդեր, շատ քրդեր, որոնք էլի խոսել են դրա մասին, թրքածած քրդեր, նույն Քարվաճառում, Լաչինում, գիտեք, քրդեր են ապրել, բայց նաեւ այստեղ Հայաստանում շատ քրդեր, ոչ եզդիներ, մուսուլման քրդեր, դարել են թուրք, ոնց որ եւ շատ անգամ այս շրջան այս բանը ասել եմ, հենց նույն Ալիևենց տոհմը, քրդական է ցակնում։ Հիմա Ադրբեջանում դա գիտեն։ Հիմա ես չեմ կարող 100% պնդեմ, բայց Ադրբեջանում այդպես են ասում եւ համարում եւ կարծում դա ճիշտ է։ Այդ իրենց հավակնությունն էր, իսկ ինչ էր նաև կարևորը հետաքրքիր, որ ինչ կար իրենց այդ անկախության հռչակագրում, ինչով է նաև դա կարևոր, որովհետև մինչև հիմա իրենց սահմանադրությունը հղում է տալիս այդ հռչակագրին, իրենք, այսինքն ոչ թե հռչակագրին, իրենք ասում են մենք վերականգնում ենք Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը, այսինքն 18-20 թվի այդ այսօրվա իրենց սահմանադրությունն է ասում, մեր օրինակ այդպես չի ասում առաջին հանրապետությունը վերականգնում ենք եւ վերականգնում ենք, այսինքն նշանակում է դրա վերականգնելը դրա ամբողջ բանով, հա, ոնց որ իրավական իրենց պատկերացրած հիմքով, իսկ իրենց այդ հանրապետությունը իր հերթին, եթե նայում ենք անկախության հռչակագիրը, ինչ է հռչակում, այդտեղ կա նաեւ տարածքային ձևակերպում, ճիշտ է բավականին անորոշ, բայց շատ կարևոր ու հետաքրքիր, իրենք ասում են ուրեմն, որ այդ հանրապետությունը, Ադրբեջանի հանրապետությունը ստեղծվում է Անդրկովկասի արևելքում եւ հարավում։ Սա մի կողմից անորոշ բավականին ձևակերպում է, որովհետեւ ինչ է արևելքը, ինչ է հարավը, բայց եթե այն ժամանակվա ասենց ասած լեզվից, աշխարհագրական լեզվից մենք թարգմանել ենք, ըստ էության դա նշանակում է մեծամասամբ այսօրվա Ադրբեջանի, բայց եւ այսօրվա Հայաստանի տարածք, որտեղ Անդրկովկասի հարավը դա մեծ հաշվով այսօրվա Հայաստանի տարածքն է, նաեւ Ադրբեջանի մի մասի, բայց հիմնականում Հայաստանի, իսկ արևելքը հենց այդ բուն իրենց Ադրբեջանն է։ Այսինքն այստեղ մեծ հաշվով հստակ նկարագրված է, որ իրենք Հայաստանն էլ եւ ինչպես իրենք հիմա չեն թաքցնում, չէ, ասում են Արևմտյան Ադրբեջան, մեծ հաշվով Հայաստանը հենց իրենց հռչակագրով անունը չտալով, բայց այդ հարավային Անդրկովկասը դա Հայաստանը նկատի ունեն, սովորաբար նույնիսկ արդեն սովետական աշխարհագրության մեջ դա դեռ այդպես էր կոչվում, ոչ թե Հայաստանը կոչվում է հարավային Անդրկովկաս, այլ հարավային Անդրկովկասում հիմնականում Հայաստանն է։ Հետո այն մյուս մանրամասները ես հիմա չեմ խորանում էլի, այդ անգլիացիների գալ գնալը, որը էլի շատ կարևոր էր 19 թվին, այդտեղ էլի կարևոր իրադարձություններ եղան, մեզ հետաքրքրող թեմա, բայց այդ խոսել ենք էլի ռուս-թուրքական վանդակում, ընդհանուր առմամբ 19-ից 20 թիվը, այսինքն այն պայծ, երբ որ թուրքական բանակը դա 18 թվից հեռացավ այստեղից, պարտվեց Թուրքիան առաջին համաշխարհայինում, հետո մինչև 20 թվի կեսին նորից վերադարձան։ Այդ ամբողջ ընթացքը ըստ էության գրեթե ոչ մի պահ չընդհատված եւ sense քաոտիկ ամենատարբեր տեղերում ընթացող մերթ ուրեմն ուժեղացող մերթ մի քիչ թուլացող հայերի եւ այդ արդեն այդ Ադրբեջանի կռիվն է, դա այդ կռիվը չի դադարել ոչ մի պահ, ամենատարբեր բաներում Ղարաբաղում է եղել եւ Սյունիքում է եղել եւ Նախճեվանում է եղել եւ Վեդիում եւ այսօրվա Մասիսում այն ժամանակ Զանգիբասար եւ չգիտեմ հյուսիսում Տավուշի հատվածում է եղել եւ որտեղ ասես ըստեյության Վարդենիսում, Սևանի արևելքում Շորժայի այդ հատվածում Շորժա, Արտանիշ գրեթե ամենտեղ որտեղ հայերն ու թուրքերը միասին են ապրել, բացի երևի Կարսի նահանգից, որտեղ ամենասենց հանգիստ վիճակն է եղել, չնայած այնտեղ են խառը ապրել, գրեթե ամենտեղ այդ կռիվը եղել է։ Գրեթե ամենտեղ եւ անդադար։ Հիմա էլի ես չեմ ուզում մանրամասները բանանեմ, խոսել ենք դրան մասին 20 թվին ինչ է լինում, 20 թվին դեռ ռուսները վերադառնում են, գիտեք, արդեն որպես բոլշևիկներ, եւ գիտեք, որ այդ նույն 18 թվին ռուսներին թալանած եւ տենց բացերով ճամփած ստեղի թուրքերը հանկարծ նորից հիշում են, որ իրանք ռուսների մեծ բարեկամներն են, այստեղ իհարկե կարևոր նյուանս կա, որ այդ ոչ այդքան իրանք են հիշում, այլ քանի որ այդ ժամանակ գիտեք ձևավորում է թուրք-ռուսական դաշինքը, այն ինչ որ
սովետահայկական պատմության մեջ կոչվում էր, չէ, սովետական հայկական պատմության մեջ, այսինքն դա չկար, այս ավելի ավանդական մեր պատմության մեջ այդ սովետական Քեմալ-Լենին դաշինք, որը ռուս-թուրքական դաշինք է թարգմանվում, Քեմալ-Լենինը մարդիկ էին, դաշինքը պետությունների միջև էր, մարդկանց միջև չինում դաշինք, մարդիկ ներկայացնում են պետություն, բայց դաշինքը պետությունների միջև է, իսկ այդ պետությունները Ռուսաստանն եւ Թուրքիան են, ռուս-թուրքական դաշինք է ձևավորում եւ ըստ էության Ադրբեջանը դառնում է դրա մաս, բաղկացուցիչ օրգանական մաս, այստեղ մենք հիշում ենք, որ Քեմալը, այսպես ասած, Ադրբեջանը իր դաշնակից ուղղակի նվիրում է ռուսներին, հենց բառից բուր իմաստով, այնտեղ կային մարդիկ Ադրբեջան, որոնք դեմ էին այդ սովետիզացիային, դա Մուսավատ կուսակցության մի մասն էր, ամբողջը չէ, մի մասն էր, դրանք հետո փախան Թիֆլիս, բայց հիշում եք, որ Քեմալը հենց տենց նախապես նամակով, բանով Լենինին ասում է, որ մի խոսքով Ադրբեջանի համար կոպիտ ասած դարձ չանես, հիմա ճշգրիտ ձևակերպումները չեմ հիշում, ռուս-թուրքական վանդակում ասել եմ, նամակը կարդացել ենք, հիմա այս տենց պրիմիտիվ են վերաշարադրում, եւ թուրքերը ուղղակի հեղաշրջում են կազմակերպում Ադրբեջանում, այդ sense անկախության կողմնակիցներին թռցնում են, նրանք փախնում են Թիֆլիս, իսկ մնացածները Մուսավատ կուսակցության մի մասը եւ այնտեղ կար Իթիհադ կուսակցություն, որ հենց թուրքերի վերահսկողության տակ էր, հեղաշրջում անում են եւ բոլշևիկների ռուսների դիմադրություն չեն ցույց տալիս, դառնում են մի օրում սովետական Ադրբեջան։ Դա Թուրքիայի մեծ նվերն է Ռուսաստանին, բնականաբար, որտեղ իրենց դա պետք էր։ Ռուսաստանի օգնության դիմաց, պարզատ տես ծրի բան չէ։ Եվ ուրեմն դառնում են սրանք այդ ռուս-թուրքական դաշինքի բաղկացուցիչ օրգանական մաս եւ այդ դաշինքի արդեն մեջ շարունակում են ըստ էության կռիվը հայերի դեմ, բայց իրենք այդտեղ հիմնական դեր չեն ունենում կռվող ուժի։ Կռվող ուժը հիմնական հայերն են մի կողմից, մյուս կողմից թուրքերն են, Թուրքիայի եւ ռուսներն են, որտեղ Ադրբեջանից Հայաստանի վրա հարձակվող հիմնական զինված ուժը ռուսական էլի զորքն է, սրանք ավելի օժանդակ դեր են խաղում, հիմնականում այսպես ասած պարտիզանական էլի թիկունքային ավելի գործողությունների, ասենք նույն այդ հայ-ռուսական, հատկապես պատերազմի կոնտեքստում, մենք խոսել ենք այդ ինչ պատերազմ էր, մինչև դեռ հայ-թուրքական պատերազմի սկիզբը, այստեղ այս բոլոր տարածքներում այդ նույն, որ հիշատակել ենք արդեն Վեդիա, Զանգիբասարա, Նախճեվանա, Սյունիքա, իրանք ոնց որ սկսում են այս հայերի դեմ էլի խռովություններ, ռազմական գործողություններ, ըստ էության որպեսզի օգնեն ուրեմն այս ռուս-թուրքական դաշինքին, որտեղ որ իրենք առանձին են եղել հայերի դեմ, ամեն տեղ էլ պարտվել են իհարկե, եւ ամեն անգամ փրկել են իրենց ուղակի ռուսները, նույն այդ բոլոր այդ տարածքները, որ հիշատակեցի, այդ Նախճեվանն էլ գիտեք խոսել ենք, որ հայկական բանակը Նախճեվան հասել է, մտել է 20 թվին, բայց ռուսները եկել են, ասել են, չէ, տղեկ եկեք դուրս, եկեք նույն Ղարաբաղն է, որտեղ Ղարաբաղը հայկական բանակը մտավ դրոյի դեռ 20 թվի ապրիլին, իսկ մարտի վերջին, բայց էլի ռուսները ասել են, նաև մեջներ իհարկե անպայման հայեր, ռուսներին ներկայացնող հետեր չմոռանանք եւ Ադրբեջանը ներկայացնող Ադրբեջանի այդ ժամանակվա սովետական ղեկավարության մեջ օրինակ մեզ շատ հայտնի սիրելի Անաստաս Միկոյանը կար, որը նույնպես բողոքում էր Մոսկվա, որ հայերը Ղարաբաղ են ուզում, որ դա լրիվ անարդար է բան եւ այլն։ Այնտեղ Տեր Գաբրիելյան Սահակը կար, մի խոսքով խառը մասսա էր, ինչքան հայ բոլշևիկ կար, դա Բաքվում նստած էին ու բնականաբար Ադրբեջանն էր իրենց հայրենիքը այդ պահին, կամ Ռուսաստանը մի խոսքով, որպես ռուս գալիս է այստեղ հայերին համոզում են, որ գնացեք, ասենք Ղարաբաղից, Նախճեվանից եւ այլն։ Այս բոլորը էլի մանրամասը խոսեցին ենք, հիմա ուղղակի տենց հիշացնում եմ ավելի սենց բան ձևով։ Եվ ուրեմն դառնում են այդ դաշինքի մաս եւ ինչն է դրա արդյունքը։ Ի վերջո, քանի որ Հայաստանը այս պատերազմում հայ-թուրք-ռուսական պատերազմում պարտվում է, ինչպես գիտենք, ի վերջո պարտվում է 20 թվից մինչև 21 թիվը, հա, 20 թվին, երբ որ հայ-թուրքական պատերազմն է պարտվում, հետո 21 թվին արդեն Փետրվարյան ապստամբությունը, հետո Սյունիքն է վերջնականապես ուրեմն միանում սովետական Հայաստանին։ Այդ արդյունքում, քանի որ Ադրբեջանը սրանց դաշնակիցներ այդ մեծերը ինքը ստանում է բոլոր բոնուսները, իսկ հայերը հայտնվում են պարտվածի կարգավիճակում, ինչը մինչև հիմա մեծ հաշվով մեր ըստ էության մեր կյանքը սահմանվում է հենց այդ
կարգավիճակով։ Ճիշտ է, մենք հետո ունեցել ենք արդեն 90-ականներին Ղարաբաղյան պատերազմը հաղթանակ, հետո այս վերջի պատերազմը, որ ես կոչում եմ անկախության պատերազմ, որտեղ մենք պարտվեցինք, բայց միևնույն է, այն ամենամեծ լայն իմաստով, մինչև հիմա մեր կարգավիճակը պայմանավորված է 1920-21 թվականներով, դա մեծ պարտություն էր, մեծ բան էր, եւ այստեղ է այդ կոնֆիգուրացիան ձևավորվում, այս է շատ կարևոր, որ հատկապես հիմա մենք խոսում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, հա, ձևավորում է այս ծայրահեղ անհավասարությունը երկու միավորների միջև օբյեկտիվ անհավասարություն, նախ տարածքային, շատ ավելի մեծ տարածքով պետություն է Ադրբեջանը, քան Հայաստանը, եւ դա ոչ թե այլ բան չի, քան զուտ Հայաստանի պարտության արդյունք եւ նրա արդյունք, որ Ադրբեջանը հաղթողների կողմում հայտնվեց, դրա համար ինքը ունի այդքան ավելի մեծ տարածք, քան Հայաստանը, եւ դրա համար նաեւ ըստ էության այնպիսի անտրամաբանական կտորներ Նախճեվանի պես, Ղարաբաղի պես հայերով բնակեցված, տեսեք, նաեւ սա ունիկալ բան է, որ ասենք սովետական միության մեջ, հա, որ մի ազգ, որ իր հանրապետություն ունի, հայերը, կողքի հանրապետությունում ունի ինքնավարություն, այսինքն ենթակայի կարգավիճակ, սա նույնպես ասենք, սա նման բան չկա ամբողջ սովետական միության մեջ, բայց սա հայերի պարտվածի ենթակայի կարգավիճակի ամրապնդումն է, բացի դե հարցը մենակ այդ սահման տարածքի չափերը չեն, նաև սահմանների կոնֆիգուրացիան, այսինքն նույն չգիտեմ, Վայոց ձոր, Սյունիք հատվածը, որ բացարձակ խոցելի, անկենսունակ սահմաններ են գծված Հայաստանի համար, եւ այդ ամեն ինչը ամրապնդումն է մեր պարտվածի կարգավիճակի, բայց դեռ ինչն է կարևոր, ու մենք հաջորդ անգամ նաև երբ որ խոսենք եւ ամփոփենք, որ սա այն օբյեկտիվ հիմքն է ստեղծում նաև, հա, որովհետև տեսեք մենք կարող ենք որքան ուզում ես ցանկանանք, չգիտեմ, խաղաղություն եւ այլն, ու ինչը բնական է, մարդը պետք է խաղաղություն ցանկանա եւ ազգերը խաղաղություն պետք է ցանկանան եւ չգիտեմ, քաղաքականությունը պետք է ձգտի խաղաղության, դա նորմալ բնական երևույթ է, ի վերջո մեծ նպատակը պետք է լինի խաղաղ կյանքը, բայց դա մենակ ցանկություններով չի, որովհետեւ այս հանգամանքները, այս շատ ուժեղ խախտված բալանս է այս երկուսի մեջ, որը գալիս է 20 թվի, 21 թվի այդ դեպքերից, ինքը արդեն ստեղծում է կոնֆլիկտ, որովհետև որևէ հարաբերություն նման սահմաններով Հայաստանի եւ նման սահմաններով եւ ռեսուրսներով Ադրբեջանի միջև ինքը չի կարող այսպես բան լինի առանց հատուկ ինչ-որ ջանքի, եթե չգիտեմ Հայաստանի կողմից ինքը չի կարող լինել ըստ էության փոխհավասար հարաբերություն, ինքը միշտ էլ որոշ չափով լինելու է ավելի գերակայի եւ ավելի թույլի հարաբերություն, այս կոնֆիգուրացիայով շեշտում եմ, հա, եւ եթե դա անտեսվի այդ հանգամանքը, որտեղ Հայաստանը նման բաների մասին ոչ ոք չի մտածում, Հայաստանում այսպես է, ցանկություններով ամեն ինչ, օբյեկտիվ հանգամանքներ չկա, աշխարհագրությունը, տնտեսությունը, պատմությունը, հոգեբանությունը, ինչը գոյություն չունի այդպես բան, մեր քաղաքականությունը այդպես բաների հետ գործ չունի, անկապ абստրակտ ինչ-որ բաներ, բայց քաղաքականությունը իրական դրա առանց դրա ոչ մի բան է, առանց նյութական հողի, որի մեջ այդ բոլորի մասած գործոնները մտնում են, ոչինչ բան, ուղղակի տենց այն անգլերեն ասած wishful thinking, այսինքն ցանկալի մտածողություն։ Հիմա սա է, այս շատ կարևոր բանը, մենք դրա մասին մի հատ էլ առանձին, երբ որ ամփոփենք այս դետալը առանձին կհիշատակենք այդ անհավասարությունը, որ ինքնին ստեղծում է կոնֆլիկտ, նույնիսկ եթե ուրիշ պատճառ չկա, եւ բացի այն, որ ակնհայտ ստորացվում են հայերը, հա, որտեղ այդ օրինակ կարգավիճակը ինքնավար նույնիսկ հանրապետության չէ ինքնավար այդ շրջանի կարգավիճակը, որ Ղարաբաղի հայերին տվեցին 2021 թվականից հետո, դա նույնպես հատուկ ստորացման խնդիր էր եւ հատուկ շեշտումներ, որ սա պարտվածների ազգ է եւ դա բնականաբար էլի չէր կարող չպայթել։ Տեսեք, օրինակ Ջավախքում էլ հայեր են ապրում, դա երբեք պատերազմի չհասավ, դա խնդիրներ կարող է բերել, բայց պատերազմի չհասավ, որտեղ այդտեղ ուրիշ է այդ ստորացման խնդիրը դրված չի հիմքում։ Ստեղ ի սկզբանե այդ ստորացված խնդիրը եւ պատմությունը, որը այդ ամեն ինչի հիմքում է, որի մասին խոսեցինք, հա, նաեւ այդ հայրի մինչև այդ էլ եղած արդեն ավելի sense ճնշված կարգավիճակը եւ տնտեսական եւ քաղաքական շատ իմաստներով տեղի թուրքերի նկատմամբ այդ թվում ռուսական կայսրության մեջ ինքը բերում է ի վերջո այն կոնֆլիկտի, որը
Նա ասա ամփոփեցինք, էլի կարելի ասել եզրակացությունը համարյա արեցինք, բայց ոչինչ, մյուս անգամ մի հատ կփորձենք ավելի լայն բանով անել, որը հետագայում 20-րդ դարում ծագեց։ Հիմա բայց ես ասում եի սովետականն էլ այսօր խոսանք, ճիշտ ասած շատ տենց ես իմ ինչ չկար այդ սովետականից չէի ուզում մանրամասն խորանալ, շատ հետաքրքիր թեմա է իհարկե, բայց մանրամասն չեմ ուզում խորանամ, որովհետև շատ էլի բան կանենք, երևի կթողնենք այդ սովետականը հաջորդ անգամ, համ սովետականը կանենք, համ ամփոփումը միանգամից։ Այդ սովետականը մաքսիմալ կարճ կփորձեմ ես անել, առանց շատ մանրամասների, որ մեծ հաշվով ամենահիմնական բանը այս ֆիքսումներ, այս պարտվածի կարգավիճակի եւ այդ անհավասարության սովետական եւ այդ սովետականը դրա վրա այդ ֆունդամենտի վրա արդեն աղնու բիբարն է ավելացնում։ Երևի այդպես կարելի է ասել, այնպես որ խոսենք մյուս անգամ սովետականը հուսամ վերջնական կամփոփենք այս թեման ու կանցնենք մյուս թեմաներ։ Շնորհակալություն։